Մեծարգո վարչապետ, ճիշտ եք, ժողովրդագրության հիմնասյուներից մեկը հենց ակտիվ ծերության ծրագրեր իրականացնելն է, որովհետև հաշվի առնելով մեր բնակչության կառուցվածքը եւ առաջիկայում Ուղղություն այս մեր քննարկման համատեքստում ծերություն բառը ոնց որ սխալ են կարևոր տեղ դրել են։ Մենք ավակ սերունդ ենք օգտագործում, բայց իբրև ակտիվ ծերության ապահովման տրամաբանությամբ, բայց ասեմ, որ նույն ժողովրդագրության ռազմավարությունից բխելով մենք մինչև ժողովրդագրության ռազմավարության հաստատումը մենք աշխատանքային օրենսգրքում փոփոխություն իրականացրեցինք մասնավորի համար եւ ասացինք, որ կենսաթոշակային տարիքի հիմքով այլևս իրավունք չունի գործատուն մարդուն աշխատանքից ազատել։ Աշխատանքային պայմանագրով, եթե նույն 65+-ի 65+ տարիքի գտնվող մեր հայրենակիցները իրենց աշխատանքային պարտականությունները կարողանում են հավուր պատշաճ իրականացնել եւ գործատուն դա գնահատում է, այսինքն ֆունկցիոնալությունը ուղղակի տարիքի հիմքով աշխատանքից ազատել։ Նաեւ մենք ունեցել ենք քննարկում, ունենք նաեւ հանձնարարական ուսումնասիրելու, նաեւ քաղաքծառայության ոլորտում նմանատիպ կարգավորում առաջարկելու, արդեն մենք ունենք որոշակի նախագիծ, դա առաջիկայում կքննարկենք գործընկերների հետ։ Բայց իսկապես այդ այն ժամանակ էլի տենց կարող է էլի մտածել եմ, բայց չեմ բարձրաձայնել դրա մասին, որովհետև ակտիվ ծերացում այդ արտահայտությունը հիմա կոնկրետ մեր այս քննարկման մեջ չի տեղավորվում։ Գուցե իմաստ ունի այդ բառը փոխարինել ուրիշ բառով, այլ տերմին մտածել դրա համար, որովհետև հենց ծերություն արտահայտությունը ոնց որ sense գալիս բախվում է քիչ առաջ որովհետև ծերությունը աշխատելու մասին չի, հանգստանալու մասին է եւ այդ տրամաբանությունը կա, բայց առաջարկում եմ մտածենք այս մասին եւ եկեք բանի հասակ ճիշտ եմ, բոյ հասակ ճիշտ եմ ասում, հա, հասակի այդ սահմանափակումն էլ հանենք, որովհետեւ իսկապես մարդու բան է, մարդը